Շարունակելով արժևորել Քրիստաֆոր Կարամուրզայի գործունեությունը և փնտրելով մեր հարցերի պատասխանները, այսօր կլսենք երգչախմբավար, երաժշտագետ Աննա Հովհաննիսյանին։ Շատ շնորհակալություն ենք հայտնում, որ չմերժեցիք մեր առաջարկը, ձեր թույլտվությամբ հնչեցնեմ հարցը։ Ինչ գործունեություն է ծավալել Քրիստաֆոր Կարամուրզան։ Շնորհակալություն հարցի համար, սիրելի Նորայր։ Ասեմ, որ որպես երգչախմբավար ես մշտապես ուսումնասիրում եմ Քրիստաֆոր Կարամուրզայի բազմակողմանի գործունեությունը։ Ժողովրդական երգեր հավաքող և մշակող, երգչախմբեր կազմակերպող, համերգային գործունեություն ծավալող, մանկավար, խմբավար, երաժշտահասարակական գործիչ, երաժշտական քննադատ, որն իր գործունեության ընթացքում կազմակերպեց 90-ից ավելի երգչախումբ, տալով 250 համերգ մոտ 50 քաղաքներում։ Այս առումով Քրիստաֆոր Կարամուրզան համարվում է հայ երաժշտության պատմության մեջ որպես անգերազանցելի կոմպոզիտոր։ Շնորհակալություն, նշեցիք իր գործունեությունը, իր գործունեության ընթացքում ինչ դժվարությունների, խոչընդոտների է հանդիպել նա։ Կարամուրզան իր ստեղծագործական գործունեության ընթացքում մշտապես ենթարկվել է հալածանքների, թե ցարական կառավարության և թե հայ հոգևորականության կողմից։ Մի հետաքրքիր դեպք պատմեմ։ 1887 թվականին Բաքվի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում առաջին անգամ հնչեց Կարամուրզայի բազմաձայն պատարագը, բայց ստացվում էր այնպես, որ ամեն անգամ պատարագը հնչեցնելու համար Կարամուրզան պետք է թույլտվություն խնդրեր Էջմիածնից, որովհետև Էջմիածնի հոգևորականները արգելում էին բազմաձայնության մուտքը առաքելական եկեղեցի և հալածում էին Կարամուրզայի բազմաձայնությունը, առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. թե Աստված մեկն է, ուրեմն երգեցողությունը ևս միաձայն պետք է լինի։ Այնուամենայնիվ, 1892 թվականին Կարամուրզային հրավիրեցին Էջմիածին, և այդ թվականին առաջին անգամ Էջմիածնի մայրտաճարում հնչեց նրա բազմաձայն պատարագը։ Սակայն հալածանքները և բամբասանքները շարունակվում էին, և մեկ տարի չանցած կաթողիկոսի հրամանով Կարամուրզան հեռացվեց Էջմիածնից, պատճառաբանելով, որ նա կաթոլիկ է և հայ առաքելական եկեղեցու երկասացությունների մեջ մտցնում է կաթոլիկ եկեղեցուն բնորոշ խորտ տարրեր։ Այնուամենայնիվ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները և դժվարությունները, Կարամուրզան հասավ իր նպատակին։ Նա տեսավ իր հաղթանակը, այն է բազմաձայնի հաղթանակը, և անջնջելի հետք թողեց հայ երաժշտության պատմության մեջ։ Շատ շնորհակալություն ձեր տրամադրած տեղեկատվության համար։ Շնորհակալություն նախաձեռնության համար։